Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական փոդքասթն է, այսօր մեր միացումը Մադրիդ է, որտեղից ինձ կմիանա Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին Գագիկ ջան, Աստծո բարին։ Գրիգոր ջան, նախ Իսպանիայում ոնց է վիճակը, այսպես հակիրճ էլի, մի փոքր Իսպանիայից խոսենք, մանավանդ որ այդ եվրոպական սիրված երկիրը սենց լուրջ հակասությունների մեջ է Միացյալ Նահանգների հետ, այսինքն դա տնտեսական ինչ-որ ազդեցություն թողում է, թե ոչ, ու անցնենք արդեն մեր հայկական թեմաների։ Գագիկ ջան, կրկին անգամ շնորհակալություն եթերի համար, որ ինձ տրամադրում եք, սենց ասեմ, որ սկսեց իրարանցումը Իրանի հետ կապված, նախ ստեղի ղեկավարությունը հենց առաջին օրվանից շատ դեմ էր, հակաամերիկյան քաղաքականություն տարավ, անձնապես սենց ասեմ, անձը Պետրո Սանչեսը։ Հիմա հենց երկրորդ օրը, որ փակեցին նեղուցը, միանգամից գները բարձրացավ, միջև սենց ասեմ, որ նորմալ, որ բանը, ստեղ բենզինի, ավելի շատ ասեմ դիզելի գինը, որովհետև ստեղ 80-20 է, էլի, 80% դիզել են օգտագործում, 20% տենց ես արող շատ ճշգրիտ չասեմ, դիզելի գինը 1.28 էր, սենց ասեմ։ Եվրո, հա, մի եվրո 28 ցենտ։ Երկու օրվա մեջ 2 եվրոն անցավ։ 2-3 օրվան 2 եվրոն անցավ, բնական է դե սենց ասեմ, Իսպանիան նեղուցից ստեղ բենզին չի գալ, Իսպանիան իր վառելիքը հիմնականում գնում է Ալժիրից է գալի, Աֆրիկայից, կարող է միջև այդ Վենեսուելացիայից ինչ-որ քանակ կա, որ միջև հիմա զարմանում եմ, ինչ-որ 7% նույնիսկ կարելի ասել Ռուսաստանից։ Վերջը, սենց ասեմ, այդ գները բարձրացան, բայց իսպանացի Գագիկ ջան, մի շատ հետաքրքիր ժողովուրդ են, էլի, ստեղ գիտես, այնց այն որ ասված ստեղ ոչ մի բանում չեն վռազում իրանք, կյանքում, ոչ մի բանում։ Ոչ միտեղ, ոչ մի մենակ բանը, սոցիալական ցանցերում կտենաս այդ բողոքները։ Իրանք ընդհանրապես արտաքին քաղաքականությունը ժողովուրդը, իրանք շատ չեզոք են դրան տրամադրվում։ Ասենք կան ինչ-որ խմբի մարդիկ, որ ասենք սոցիալական ցանցերում, որ հետևում ես, ասենք ասում են տեսար ինչ լավ քայլ արեց Սանչեսը, չմտավ այդ կռվի մեջ, դրա համար մեր մոտ ասենք մի քիչ համեմատաբար հանգիստ է, դե բնական է, հեսա կգանք նորից այդ խաղաղության թեմային ասեմ, որտեղ ժողովրդին հիմնականում Գագիկ ջան, հետաքրքրում է անվտանգությունը։ Ասենք սենց ասեմ, իսպանացին ոնց է նայում, ինքը ասում է, ես գերադասում եմ 1 եվրո ավել տամ այսօր բանին, վառելիքին, բայց հանգիստ քնեմ։ Հանգիստ քնելը ինչ է ասում, եթե Իսպանիան չմտավ ասենք այս պատերազմի մեջ, նշանակում է, ասենք, խոսքի սենց ասեմ, դե մի քիչ ասենք հեքիաթային կլինի ասել, որ ընդեղից Իրանը բանկ ուղարկի, ոնց են ասում։ Հրթիռներ կուղարկի ստեղ, բայց գիտեք ինչի, որ Իսպանիան տերորիստական ակտեր է տեսել, այդ հիշում եք 2004 թվականին այդ ստեղ ասենք մարտի 11-ը ասենք որ տեղի ունեցավ իրանց աշկը վախեցած է տենց բաներից հասկանում եք ասում ավելի լավ է մենք որովհետև ստե հարցը մենակ Գագիկ ջան հարցը նա չի Իրանը հաղթվի կամ պարտվի ստեղ հարցը նա է հետագայում ինչ էր կկատարվի այն երկրները ովքեր աջակցում են ասենք բանը աջակցում են ասենք զինվորական բանով եմ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ դրանք գնում են թիրախիտակ ինչ բանով ոչ միայն Իրանի քաղաք, այլ ռադիկալիզմը կա, չէ, իսլամական այդ բաները, իրանք ասենք շատ հանգիստ կարան իրանց պարտիզանական պայքար արի անունը դնենք, սենց ասեմ։ Ու սկսեն այդ պարտիզանական տենց բաները ու ժողովուրդը տենց բաներից ասենք, ասում ավելի լավ է այսօր ինչ-որ մի քանի եվրո ավել ծախսերս արա, բայց ապահով կնեմ։ Ինչի համար եմ ես ամեն ինչ ասենք լավն էր հարցը, որ հիմքում գիտես ինչն է մարդուն հետաքրքրում ամենաառաջինը։ Խաղաղությունը։ Ու նույնիսկ
այն պետությունը, ինչպես Իսպանիան, որ 100 տարի արդեն սենց շուտով լնում, ասենք 39 թվականին վերջացել է քաղաքացիական պատերազմը, 90 տարի, 90, 80, ասենք 3 տարի է, 87 տարի է, ստեղ ոչ մի բան չի եղել, բայց էլի մարդիկ մտածում են խաղաղության մասին։ Ուստեղ էլի բանը ահռելի զարմանալի է նա, որ մենք եւ վերջի 30 տարին ամեն օր ապրել ենք այդ վախը մեջներս ու այսօր խաղաղությունը կա ու նես տպավորությունն է որ չենք գնահատում։ Վիճարկում ենք, հələ արժի թե չարժի։ Գնահատում, հա Գագիկ ջան, դա էլ ասենք մի քիչ ուղղակի վատը լավ գիտենք որ մի վատը 10 հատ լավ է փակում, էլի դրա համար ասենք տոկոսային հարաբերություններով որ վեսնես վատը այդքան էլ ահա որ շատ չի, բայց մեկ Գրիգոր ջան, ես մի օրինակ էլ բերեմ, քանի որ Իսպանիայից ենք խոսում, բայց էդի հետո արդեն կտեղափոխվի նաև մեր իրականությանը։ Իսպանիան, որ տեսել էր քաղաքացիական պատերազմը, ընդ որում այդ քաղաքացիական պատերազմը էլի հրահրված էր դրսից, չէ, հիշենք, չէ։ Այո, իհարկե, պրոբոլշևիկյան, պրոսոցիալիստական։ Ստալինի մատխարներ, Տրոցկին գիտենք, ինչ ծերով։ Բայց Իսպանիային նույնիսկ օգնություն ցուցաբերեց Գերմանիան, այդքանից հետո, երբ որ արդեն քաղաքացիական պատերազմը Իսպանիայում ավարտված էր եւ Գերմանիան ստեղծում էր իր դաշնակիցների բլոկը, Իսպանիան չանդամագրվեց այդ բլոկին։ Այո, միայն մի հատ դիվիզիոն կապույտ դիվիզիա կա, իրանց այդպես մի բան։ Մի հատ իր բան չուներ, գիտեք ինչ, մի հատ հետարքիր պատմություն կա, չգիտեմ, ժողովուրդը գիտի թե չէ, հայերը որ պատերազմը սկսում է Ֆրանկոն ու Հիտլերը հանդիպել են մի անգամ, այն էլ գնացքի սենց բանով Ֆրանկոն ասել է Հիտլերին ասել է ինչ տամ ես քեզ, ասենք նոր ես բանը իմ երկիրը քանդվածների մեջ է, էլի ոչ մի բանով ես քեզ ոչ մի բան չեմ կարող տալ։ Միակ բանը ես քեզ ինչ որ մի խումբ այն ժամանակ էլ արդեն քանդված ամբողջ Իսպանիան քանդված էր ասենք ես քեզ կարամ ես քո հետ համամիտ եմ որն է հաստատ համամիտ եմ որ նույնիսկ իրանք չմասնակցեցին էլի ուզում եմ ասեմ միայն այդ կոչվում է կապույտ դիվիզիա էլի ինքը դրանց ուղարկեց բայց չմասնակցեց բանին հա դե այդ կապույտ դիվիզիան ուղարկելն է շնորհակալության ձև էր քանի որ Գերմանիան մի բանով պետք է շնորհակալ լիներ որ իր ռում փաստորեն ֆաշիստական գերմանական ռում չընկավ Իսպանիայի վրա այդ իր քաղաքականության շնորհիվ եւ բոլշևիզմը չհաղթեց նաեւ հա չհաղթեց որովհետև սենց էլ ասեմ ժողովրդի մեծամասնությունը գիտես ինչա հաղթեց սենց ասեմ ազատության գնալու տենչը իշքան էլ մարդիկ որ ասեն դե ես շփվում եմ անձամբ իմ գործընեցա որ ես մեծ տարիքով մարդկանց հետ հիմա նայ ինձ հետաքրքիր է տարիքով մեծ շատ մարդկանց հետ որ շփվում ես որ ասենք ասում են Ֆրանկոյի դիկտատուրա չէ բայց Ֆրանկոյի ժամանակ է Իսպանիան դարել Իսպանիա ու Ֆրանկոն հենց Ֆրանկոն 70 եթե չեմ սխալվում 74 թե չէ ներողություն 63 թե 64 թվականներին ինքը ամերիկացիքին բերեց Իսպանիա որ ամերիկացիք եկան իրանց բազաները դրեցին ու Իսպանիան գլուխ անեց էլի ամբողջ թե իշքան ջրամբարներ իշքան այդ բանը սոցիալական այդ սիստեմը բժշկության այդ ամեն ինչը Ֆրանկոն արել, Ֆրանկոյի շնորհիվ է եղել։ Հիմա որ խոսում են դիկտատուրայից, հիմա ես մի քիչ թեման չփոխվենք, ասենք Իսպանիային, ես չեմ բողոքում Իսպանիայից, որովհետև սա չես կարա, դու միտեղ սենց ասեմ, ես ստեղով եմ, ես հյուր եմ, եթե եկել եմ ստեղ ու ստեղ ապրում եմ, ես սիրում եմ այս երկիրը, սիրում եմ այս ազգին, բնականաբար, եթե ես այսօր հնարավորություն եմ ունեցել այդ աստիճանի թողեմ իմ հարազատ հողը, իմ հարազատ երկիրը, իմ ազգին, գամ ստեղ ու ստեղից բողոքեմ, դե պատկերացրա ես ինչ ձևի մարդ եմ։ Ես ասում եմ, եթե մինիմումը երկու բան կա, կամ դի վատ մարդն ես, կամ հիմար։ Հասկանում եք, չէ՞, եթե դու միտեղ ապրում ես ու քո դուրը չի գալի, դու հիմար ես, իսկ եթե միտեղի հացը ուտում ես ու այդ մարդկանց տված հացի դիմաց բողոքում ես, ուրեմն դու ուղղակի լավ անձնավորություն չես։ Դա իմ անձնական կարծիքն է, Դե ես հենց այդ օրինակը մենք զրուցում էինք Արմանի հետ Ավագյան, Փարիզ Օրինակ Ֆրանսիայում նման դրսևորումներ կա հայ համայնքի մոտ, որ որոշ մարդիկ
սենց պրո-ռուսական նարատիվներով են առաջնորդվում ու էդի ուղղակի ապշելու բան է, հասկանում ես։ Աբսուրդ եմ ասում ես։ Տասնյակ տարիներով ապրելով Ֆրանսիայում, Ֆրանսիան Հայաստանի հետ հեսա դառնում է ռազմավարական գործընկեր։ Կներես Գագիկ ջան, են էլ Ֆրանսիան։ Են էլ Ֆրանսիան, են էլ Իսպանիան, ինչ որտեղ չեզոք, են էլ Ֆրանսիայում ապրես, որ քո հայրենիքի իրոք կարելի ասել, չէ, բարեկամ երկիր էլի։ Ու դու տանես ռուսական, պրո-ռուսական ինչ-որ նարատիվներ։ Եվ տես հենց մի անգամից անցում կատարենք վարչապետ Փաշինյանի այցին Կրեմլ, Մոսկվա, Ռուսաստան, որտեղ մի քանի կետով ուղղակի դասական, դիվանագիտական չգիտեմ, սենց մաստեր կլաս կարել եմ ասել։ Մաստեր կլաս կարելի ասել, շատերը կասեն, չէ, դե Պուտինն էլ ընդեղ ասեց եւ այլն, բայց ես չեմ հիշում վերջի ժամանակներում որևիցե մի երկրի ղեկավար, որ այդքան բաց տեքստով ողջ ճշմարտությունը ասեր։ Ընդ որում իրենք տեքստ են հրապարակել, որի միջից հանել են Նիկոլ Փաշինյանի պատասխանները Կրեմլի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հրապարակված տեղեկագրի մեջ, Փաշինյանի բոլոր պատասխանները հանված էր եւ ավելին ասեմ, հանված էր այն կտորը, որտեղ Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրում էր թույլատրել ռուսաստանյան անձնագրերով հայերին մասնակցել այս քաղաքական գործընթացների։ Ես Գագիկ ջան, շարունակեմ, անգլերեն on-line եմ նայել ուղիղ։ Այսինքն այդ ինչը որ հանած է մեր մոտ սուշեն, ես ամբողջը նայեցի։ Նախ, սկսենք նրանից, որ առաջինը սկսեց ՎՎ-ն։ Հա։ Ինքը սենց քարտերով հարց պատրաստել էր, այսինքն ցուցադրական ինքը պատրաստել էր հարցակման, սենց ասեմ։ Ես ասեմ իմ համար շատ պատմական հանդիպում էր էսի, շատ պատմական, որ այն որ ասում է, հիշում ես անցած հաղորդմանը, որ ասի, ես ուզում եմ ասում եմ բերանս պագի աշխատողից, կարաս ընենց անես բերանս պագես, որ ես էլ չխոսամ այդ թեմայով, հիմա նայ, շատ մարդկանց գալիս ենք նրան, ով որ հասկանում է իհարկե, այն որ ասում է խելոքին մեկ ասա, հիմարին 1000, մեկա տեղ չի հասնելու, հիմա նայ, քանի հոգու բերան փագեց իրա պատասխաններով վարչապետը, ես ասում եմ մաստեր կլասեր դիվանագիտության մաստեր կլաս, ինչ կլասիկ ձևով մարդուն կարաս ասես ոչ, բայց որ ասում է հայրեն մեր բարբարով ասեմ, որ ոչ շիշը վարվի, ոչ խորովածը։ Ես քեզ այն ձևով եմ չի ասում, որ դու չես կարա դրան պրոտեստար անես, որ ասես ոնց չհասկացա, ես ինչ ձև ես ինձ պատասխանում, շատ քաղաքավարի կլասիկ ձևով պատասխանը սենց ասեց։ Ամենայն հարգանքով։ Ամենահարգանքով, ես քեզ հարգում սիրում եմ դե հիմա ասենք սենց ասենք, կորդիալ ձևի, ես քեզ հարգում եմ, դու ինչքան պահպանում ես քո պետության շահերը իրավունք ունես, թույլ տուր ես էլ պահպանեմ իմ պետության շահերը։ Ուստեղ մի հատ շատ կարևոր ժողովրդավարության գագաթնակետը, երբ որ ասեց, որ դրա պատասխանը տալու է հայ ժողովուրդը։ Այո։ Այսինքն ես ստեղ ներկայացնում եմ, դու Վլադիմիր Վլադիմիրովիչ, դու քեզ ես ներկայացնում ստեղ, բայց ես ստեղ ներկայացնում եմ հայ ժողովրդին։ Ու իմ բոլոր քայլերս ինչ քայլ ես անեմ, դա բխելու է հայ ժողովրդի ոչ թե միայն շահերից, այլ հայ ժողովրդի համաձայնությունից, նրանցից ովքեր ինձ ձայն են տալու։ Այդ մարդիկ են որոշելու, ինչ է լինելու, նույն Սամվել, ինչ ազգանունը, Կարապետյանի, մյուսների ապագան ոնց է լինելու։ Հետո երկրորդը Հոմեսի փողոցային բան չի կոպիտ ասած, ես օրենք ունեմ իմ պետության մեջ, իմ պետության Կոնստիտուցիայով ընդ որում Գրիգոր ջան, մի բան էլ ուշադրություն դարձրու, դիվանագիտություն, բայց Պուտինինը հեշտ դիվանագիտություն չէր, որտեղ բացահայտ
ոնց որ ես քեզ մի բան եմ խնդրում, դու ինգերականը թող, բանը, քո կոնստիտուցիա հետ մի նայի, ես որովհետև ես Պուտինն եմ, եթե ես քեզ մի բան եմ ասում, արա էլի, թող ինքը մասնակցի, ու քիչ է, ինչ որ առումով հետագա հեռագնա բանով, թող մասնակցի ու կրի։ ու կրի, որ ես իմաստուն ունենամ ընդեղ։ Ինքը, գիտես մենք մի քիչ առաջ հիշում ես, մենք հենց նոր Գագիկա, որ խոսացինք բենզինի գների թանկացման համար։ Մի քիչ իմ ասելը մի քիչ ոչ կոռեկտ է, որովհետև ես տեղում չեմ, էլի։ Հասկանում ես, թող ինձ շատ ներեն իմ հայրենակիցները, բայց գիտես ոնց, այն որ չասեն, էլի ձենը տակ տեղից է գալի։ Բայց գիտես ինչին պետք է պատրաստ լինի ժողովուրդը, որ ազատությունը գին ունի վճարելու, ու եթե դու ուզում ես դրա ճիրաններից, այդ դևի դրանց ճիրաններից բանելի համար, պետք է մենք հիմա նայի, եթե մեր երկաթ գիծը կապված է այսօր իրանցից, եթե ասենք բնական է Փաշինյանը ուզում է կոպիտ sense փողոցային ասեմ ձևով լավ ձևով էս հարցը լուծի, չէ։ Եթե վատ ձևով եթե լինի, մենք ինչ որ բաներում տուժելու ենք ասելով, խոսքը գնում է սոցիալական բաներով եմ էլի ասում, էլի ոչ թե, ասենք կարան ինչ որ մի հատ, սենց ասեմ, մի հատ խողովակ փագեն, մի հատ ինչ որ գազի չէ, գազի նամյոկներ էլ տվեց ընդեղ, դե գազի գները մեզ համաշխարհային շուկայում ոնց է, ես գիտեմ, հեսա դու բան ես անելու, այն կոպիտ ասած, էլի, որ ինձ ոնց որ խնդրելու ես կոպիտ ասած, ասես դե արի գինը պահպանենք բան, բայց ուզում եմ ասեմ, ընենց իրան պահեց մեր վարչապետը, որ լսի, ես ներկայացնում եմ մի հատ ընենց կներես մի գնային տարբերության մասին էլ ասեմ, երբ որ ինքը խոսում է եվրոպական $600 գնի մասին, դա արդեն շուկայական վաճառքի գինն է Եվրոպայի մեջ, իսկ երբ որ խոսում է Հայաստանի մասին, խոսում է Հայաստանի մուտքի գնի մասին, չի խոսում այն գնի մասին, որը հետո արդեն ձևավորվում է, երբ որ բաշխվում է, որը բոլորովին արդեն այլ թիվ է, մի $200 ավել։ Հետո բացի հետի դու ինքդ ասում ես, որ դու մեզ բարեկամ երկիր ես, դու մեզ դաշնակից ես, փաստորեն գիտես ոնց, այնց ուրաքի նման էլի, ամեն ինչը իմ համար է, որ ասում եմ միշտ ինձ ու դրան էլ գումարած, թող որ իմ աշխատողը, ես բառից բուն իմաստով եմ ասում, թող որ իմ աշխատողը թեկուզ իրավունք չունի գրանցված աշխատի քո մոտ, սևով թող աշխատի քո մոտ, ու իր աշխատավարձը կփոխանցես ինձ, բառից բուն իմաստով, էդ է էլի, բնական է, բայց էլի եմ ասում, թող դաս լինի բոլորին, որ ինչ ունենք մենք, ով է ներկայացնում մեր երկիրը, ով է ներկայացնում մեր պետությունը, գլուխը սենց բարձր պահելու համար էլ եմ ասում, այն որ ասպաչացելու եմ ուզում, մի բան էլ կներես, տես, բոլոր են մարդիկ, ովքեր հակառակն են մտածում, հա, թող մտնեն և նայեն ռուսական վիդեոների տակ, երեկվա այդ խոսակցության կոմենտները, ընդ որում ռուսների, ուկրայնացիների, վրացիների, մոլդովացիների, այնտեղ ես չտեսա բացի, ընդ որում նաև ադրբեջանցիների։ Որոշ, ես վրացի ընկեր ունեմ, ասում է իմ երազանքն է, դուք աշխարհի ասում է Ամերիկայի ապրում ինքը, ասում է աշխարհի ամենաբախտավոր երջանիկ ազգն եք, ասում է, ես սիրահարված եմ, ես իմ երազանքն է, որ այտենց ես իմ երկրում այտենց ղեկավար, ասում է, այդ ինչ արեց դրանք էլ գիտես, մեծամասնությունը ատում են, էլի, այն մարտամեկին, ասում է, այդ ինչ արեց դրան, ասում է, լսի, ասում է, մեր էշը, իրանց բանին է, ասում է, սկի մեր էշը դուխը չունի, ասում է, դրա հետ այտենց խոսը, ասում է, այդ բանում, որ Ալյասկայում, որ հանդիպեցին, Ալյասկայում, հիշում ես վերջի հանդիպում, Անկորիջում, ասում է, սկի նա այդ ձևով իրան թույլ չէր տալիս, ասենք, այդ ձևով պահեր իրան, էլի, Էսի մտածում էր, որ վсё արդեն եկավ, հետո գիտես ինչ ինձ զարմացրեց։ Ես առաջին անգամ եմ տենում, որ այդ թեմայի, այդ ձևի հարցերը ընդհանրապես
այտենց հանդիպումները մի 3 րոպե, չէ, ցույց են տալիս ու կամերաները անջատվում են։ Այսինքն ինքը պատրաստված հարձակման էր անցել, որ ես քեզ հիմա այն օրն եմ գցելու, որ տենամը ինչ ես պատասխանելու, էլի, որ դու այդքան քեզ ու նայ ինչ ստացավ, էլի։ Հիմա դե մենք բոլորս պետք է ավելի թիկունք կանգնենք, սենց ասեմ Գագիկ ջան, էլի, ամեն անգամ եկի շնից ինձ ընկճված եմ, զգում եմ, որ ասպա թիկուն կանգնեմ, ոնց որ ես ստեղից ինչով կարամ, ես ստեղից միայն կարամ էլ եմ ասում Գագիկ ջան, իմ խորհուրդներով, իմ արած էական գործերի մասին երբեք իմ բերանից դուրս չի գա, որովհետև գիտեք մի կողմից ինչն լավ է եթերի, որովհետև մարդիկ կան, որտեղ ես ինչ արել եմ իմ արած գործերի մասին գիտեն, իրանք գիտեն, էլի, պեչի, ես ինչ պարագայել է կյանքումս լինի, ես ոչ մի անգամ չեմ ասի, ինչեր եմ արել, ես միայն կարամ միշտ ասեմ Գագիկ ջան, թող ներող լինեն իմ ու հնարավորին սահմաններում իմ կյանքում, եթե հնարավորություն լինի, անպայման, ես գոնե կհամատեղեմ իմ կյանքը իմ երկրի հետ, էլի, իմ Հայաստանի, մի քիչ այդ էմոցիոնալ բաները մի քիչ մի կողմ թողնենք, չխոսանք։ Հիմա մի քիչ սենց մի հատ այնօրը բան անցավ մտքովս Գագիկ ջան, ասում եմ հիմա Ագատա Քրիստին, որ ողջ լիներ, գիտես ինչ կաներ, երազել, որ Հայաստանում լիներ, գիտես ինչի համար։ Ախր այնց այն աստիճանի են զարգանում բաները իրադարձությունները այն աստիճանի են, որ իրոք կարելի է։ Հիմա նայ որ մեր այս ճակերտների մեջ ասած լրագրողները, գիտեք ինչ տևի մասին ենք խոսում, ասենք, որ մի քիչ հիմա ասենք, որ ավելի խելացի լինեին, դու պատկերացնում ես ինչ ձև կարող էին, ասենք, շատ ուժեղ թեմա էր, էլի ես հանդիպումը Պուտին Փաշինյան, շատ ուժեղ թեմա էր, շատ լավ ձևով, ասենք, համաշխարհային մասշտաբով ներկայացնել, էլի, ինչ ձևը, նայ ինչ որ աշխարհում կա մի պետություն, որ մի երկիր, որ ժողովրդավարության օրինակ է։ Նայեք ինչ ժողովրդավարության օրինակ բերեմ։ Որում այդ օրինակը դու ուշադրություն դարձրեցիր, հենց Փաշինյանը բերեց, երբ որ ասես, որ Հայաստանում դե ժողովրդավարությունը, ընտրությունները եւ այլն այդ ինքնին հասկանալի է, որը բնականաբար հաճելի չէր լսել Պուտինին, բայց երբ որ ասես, որ Հայաստանում սոցիալական բոլոր հարթակներն ու սոցիալական բոլոր ցանցերը 100%-ով ազատ են։ Այո, անկախ են ու ազատ են։ Ավելին, ինչ որտեղ ժողովուրդը դրանից նույնիսկ դժգոհ է։ Բայանք է, այն աստիճանի է դժգոհ, որ ես մի հատ օրինակ բերեմ։ Եկեղեցում այդ անցածը, դե բնական է, թեմայով այնքան խոսացվեց Գագիկ ջան, որ կարող է կարիքն է չլինի, ուղղակի մի հատ sense բան ասեմ, որ իմ համար ապշեցուցիչ օրինակ է դա, որպես ես հիմա ինձ չեմ դնում առաքյալի տեղ, բայց ես հավատացյալ ընտանիքից, հավատացյալ Աստծուն հավատացող մարդ եմ։ Նայ, ուրեմն այդ թեմայով չգիտեմ, ինչ որ ես բոլոր լուրերը իհարկե չեմ նայում, բայց նայ ապշելու բանը։ Ուրեմն եկեղեցում աղոթարանը ձեռքին, մի ձեռքին աղոթարանն է ու մի ձեռքով ուզում է հարվածի, ախր որ ասում է, չգիտեմ, լամպ է ծիծաղամ։ Պատկերացնում ես այդ կադրը, մի ձեռքում աղոթարանն է, այսինքն գնացել է եկեղեցի, որ Աստծու դուրը, չէ, գնացել է Աստծու տուն։ Ու այդ պահին ինքը արդեն մոռանում է որտեղ է գտնվում ու ուզում է ձեռք բարձրացնի, նախ սենց ասեմ, ինչ որ մի հատ իր նման կողակիցի վրա, երկրորդն էլ ոչ եւ այլ ասելու, ասենք, տվյալ պետության, որ այդ եկեղեցին ներողություն, պատկանում է որպես սենց ասեմ, որպես շինություններ, որտեղ որ դու գտնվում ես, դու պիտի հարգես էլի գոնե որտեղ ես գտնվում։ Պատկանում է այդ պետությանը, ու դու ուզում ես մի ձեռքումդ կտակարանն է եղբայր աղոթարանը, ու մյուս ձեռքովդ ուզում ես հարվածես քո այդ պետության ղեկավարի վրա։ Հիմա ես ասես մի հատ բան եմ առաջարկում մեր հայրենակիցներին։ Վերցնենք գլոբուսը, աշխարհի գլոբուսը։ Սենց պտտենք, աշներս փակենք ու մատներս դնենք, որ պետության վրա կանգնի։ Ու հարց տանք մի հատ, ChatGPT-ին կտանք, Google-ին կտանք, ասենք տվյալ, որ սա ժամանակը նեղա շատ չկրկնեմ, այդ ինչ որ կատարվեց, եթե կատարվեր այդ տվյալ պետությունում, ինչ է սպասվում այդ մարդուն։ Հետաքրքիր է, ես աշխարհում կա տես պետություն, որ այդ մարդը
այդ ձևի նախ բոլորս էլ լսեցինք, չէ՞ որ Փաշինյանը այդ պահին ասեց հանգիստ տենց Սաստեց, հա, սաստեց։ Ահա սաստեց, ասեց հանգած, դե բնական է, ասենց ասեմ, կողքերը ինչքան մարդ կլինեին, որ թեկուս ոչ թե իրանց գործ անելու համար, հաճոյանալու իրանց շեֆին, բան ուրիշ ձև, ոչ մեկ ակտուար չարեց ինչ որ մի բանով։ Օրինակ սենց օրինակ բերեմ, եթե Ամերիկայում լիներ էդի Գագիկ ջան։ Տեղում կսպանեին, տեղում։ Լուրջ եմ ասում, տեղում, ոչ գիտես ոնց, ծեծելով չէ։ Զենքով խփեին կսպանեին։ Եթե մեր մոտ լավ, Իսպանիայում, եթե մեզ մոտ լիներ Իսպանիայում, բաներով այդ դուբինկա հայերեն ոնց է ներողություն։ Ոչ եմ։ Մահակներով։ Հենց եկեղեցու մեջ 3-ին էլ շանսատակ կանեին։ Հետո կուղարկեին դատարան ու հետ էլ ասեմ Գագիկ ջան, հիմա սենց ասեմ Հայաստանում չգիտեմ, հիմա դատա երբ կլինի, ոնց կլինի, տենց մեծ թվերով չեն դատի դրանց, բայց ես քեզ ասեմ Իսպանիայում 9 տարուց ավել կնստեր այդ մարդիկ։ 9 տարուց ավել ու կապ չունի, ասենք չի բայց որ մամա մայրիկը դուրս է գալի, ասել եմ ասում, բոլորս էլ ծնող են Գագիկ ջան, անկախ նրանից բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ երեխա ասածը հայ է, բայց բոլորս էլ դե գիտակցենք, ինչ ենք մեծացնում մեր տան մեջ, չէ՞։ Ում ենք մեծացնում։ Եթե ես ժամանակին, հիմա նայի ասեմ, Գագիկ ջան, ես 2 աղջիկ ունեմ, իմ 2 աղջիկներն էլ իրանց հայացքները ունեն Հայաստանի կառավարության հանդեպ, Հայաստանի ղեկավարության հանդեպ, Իսպանիայի կառավարության, բայց ոչ մի անգամ իմ ոչ մյուս երեխես, ոչ միջ աղջիկս, ոչ մյուսը թույլ չեն տա իրանց կյանքում նույնիսկ մտածեն այտենց բան, որ իրանց բերանից կարողա գիտես ինչ, դուրս գա ասեն ինչ որ վատ բառով պետության ղեկավարին ինչ որ թեկուզ կլինի դա նա ինչ աստիճան եմ ասում ես ինձ թույլ եմ տալի ասեմ դև ասենք Ռոբերտ Քոչարյանին օրինակ իմ երեխեքը ես ազնվությամբ ասում եմ Գագիկ ջան ոչ մի անգամ բացառվում է որ Հայաստանի Հանրապետության ինչ որ մի ղեկավարի համար ինչ որ մի անուն դնեն իրանց հասկանում ես այդ ինչից է գալի ես որ Պետք է մարդուն դու քո երախուն դաստիարակի ժամանակին թող ինքը ունենա իր հայացքները բնական է չէ որտեղ է գրած որ բոլորը պետք է Փաշինյանի սիրահարված ման գան բայց սևը պետք է լինի որ սպիտակը երևա չէ ես իմ համար ամենահարգելի մարդկանցից նրանք են ովքեր անուններ չտամ ովքեր խելացի լավ ձևով առողջ սենց ասեմ առողջ քննադատությամբ բա քննադատությունը որ չլինի Գագիկ ջան ոնց կարող է պետությունը ոտքի կանգնի Մարտարարած է չէ ինքն էլ է մսից ոսկորից է սարկած ինքն էլ նույն Փաշինյանը իր սխալներով իր ամեն ինչով հենց այդ առողջ քննադատությունների շնորհիվ եղավ չէ որ այս 8 տարվա մեջ 7 տարվա մեջ բանից սենց ասենք լրագրողից դարձավ պրոֆեսիոնալ ղեկավար պետության այդ ինքը ուշադրություն դարձրել է չէ քննադատությունների վրա աշխատել է դրա վրա մարդը որ եկե հասել է այսօր կարելի ասել օրինակ է պետության ղեկավարի օրինակելի ու ամեն անգամ իր քայլերով մարդը ապացուցում է ինչ է ինքը իրանից ներկայացնում այդ ամեն ինչը քննադատությունների շնորհիվ է ու այսօր Գագիկ ջան համոզված եմ դու էլ ես էլ ուզում ենք որ ընտրություններում թող լինեն բաներ ընդդիմադիրներ բայց առողջ պայքարում չէ Առողջ պայքարում ոնց կարելի է էլի մի հատ ուրիշ թեմայի անցնենք ոնց կարելի է այսօր 21-րդ դարում դու թույլ տաս որ քեզ գնեն Գագիկ ջան Ստե ցավալին է չէ գանք են Ագատա Քրիստի մյուս ուրիշ սերիաներից որ այդ բանը որ զայնագրությունը 1 րոպե ժամանակ ունենք 1 րոպե ամանում որ ավարտի Ավարտեմ հենց այդ եթե կարելի է հենց այդ ովքեր իրանց թույլ են տալի որ իրանց ձայնը գնեն իրանց ձայնը չեն տալի իրանք իրանց են վաճառում Գագիկ ջան ստեղ վատը ավելի զարուրելի է նա չի ով որ ուզում է գնի այդ մարդկանց այո որ թույլ է տալի Եթե այդ ապրանքը, ես իրավունք ունեմ այդ մարդկանց ապրանք ասեմ, եթե այդ ապրանքը իրան թույլ չտա, իրան չեն գնի, եղբայր, այդ փողը չի կարա իր մոտ հասնի, ուրեմն ինքը իրան դնում է ապրանքի տեղ, որ կարողանում է ինքը իրան վաճառի, իսկ այդպես մարդիկ մեր պետության ամենավտանգավոր առարկա եմ ես համարում իրանց, առարկաներից մեկն են Գագիկ ջան, ինչպես միշտ
Սենց ասեմ ժամանակը միշտ ախր այնքան էմոցիաները քո հարցերը քո թեմաները գիտես ինչ էլի կամ Լևոն Շիրինյանի հազար հարգանքներս հիմա նոր հասկանում եմ որ ասում միջև դու չլնես տեղում չես հասկանա ո՞նց է այդ մարդը թեմայից մեկ էլ սենց շեղվում է գնում հասնում է ես իմ ուր հիմա ես ժամանակը վերջացավ ժամանակը քիչ է ոչինչ կարևորը որ ճիշտ ուղու վրա ենք Գագիկ ջան փառք տիրոջը փառք մեր ղեկավարությանը փառք այդ ջահելներին այդ երիտասարդներին որ շրջապատված են այսօր մեր երկրի ղեկավարով իրանց շնորհիվ իրանց սխալներով իրանց ոչ ճիշտ քայլերով բայց իրանց բոլորի հայացքները մեր հայրենիքը հզոր հայրենիք սարքելն է ես համոզված եմ դրանում ու ոչ ոք ինձ հակառակը 100% բան չկա, ես 100%, 99%-ով ասում եմ ոչ մեկ ինձ հակառակը չի կարող ապացուցի։ Ժամանակը ամենաուժեղ Գագիկ ջան, ժամանակը ամեն ինչ ցույց կտա, ամեն ինչ։ Համաձայն եմ, շնորհակալություն։ Կրկին անգամ շնորհակալություն ձեզ բոլորին եւ իմ հայ ժողովրդին, որ հանդուրժում են իմ նմաններին դրսից sense խորհուրդներ տալու։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ վերջում, որ Երևան-Մադրիդ ուղիղ կապի միջոցով զրուցում էինք Գրիգոր Գրիգորյանի հետ, ամենայն բարիք ձեզ։